2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ, սա երկրի ընտանեկան բյուջեն է եւ սա բոլորի պետական մարմինների ու քաղաքացիների աշխատանքի արդյունքն է, շեշտել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է աշխատատեղերի նոր ռեկորդային թիվը 2025-ի ապրիլին 783,547 աշխատատեղ է եղել 18-ի ցուցանիշից 44.7%-ով ավելի։ 2018-ի ապրիլի համեմատ այս տարվա ապրիլին միջին աշխատավարձն աճել է 75%-ով 173,996 դրամից հասնելով 304,992 դրամի։ 7 տարվա հանրագումարային գնաճը 25% է եղել, շեշտել է վարչապետը։ 2025-ի ապրիլին բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։ 2018-ի ապրիլին այս ցուցանիշը 94 միլիարդ 206 միլիոն դրամ էր, աճը 144 միլիարդ դրամ է կամ 153%։ Նիկոլ Փաշինյանը պնդել է, հիմնարար կերպով պետք է փոխվի վերաբերմունքը հարկ վճարելու նկատմամբ, քանի որ միայն հարկ վճարելու դեպքում կլինի պետություն, բարեկեցություն, երջանկություն, ազատություն, անվտանգություն, առողջություն, կրթություն, ցանկը անսպառ է։ Օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք, ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեն գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, ողջ, հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանում եք, մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Ես ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Տնտեսական աճի ներուժի բարձրացում, պարտքի կայունության ամրապնդում, անվտանգության համակարգի ամրապնդում եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարում 2024-ի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել ազգային ժողովում, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48%, ծավալը 12 միլիարդ 842 միլիոն դոլար, հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը 23.6% է, կապիտալ ծախսեր ՀՆԱ հարաբերակցությունն էլ 5.5%։ Արտահանումը նախորդ տարի աճել է 53%-ով, իսկ հայկական ծագմամբ ապրանքների արտահանումն ավելացել է 18.6%-ով, առանց թանկարժեք մետաղների արտահանման գործոնի 2.3%։ 2024 թվականը սկսվել է տնտեսական աճի բարձր տեմպով, որը սակայն աստիճանաբար դանդաղել է, սակայն մնացել է բարձր մակարդակում պայմանավորված հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճով եւ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածների սպառման եւ տնտեսական գործունեության ազդեցություններով։ Տնտեսական աճը ուղեկցվել է ներքին եւ արտաքին պահանջարկի աճով, տնտեսական աճով պայմանավորված 4.7%-ով աճել է նաեւ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը 23 թվականին կազմել է 3 միլիոն 189 հազար դրամ կամ 8125 ԱՄՆ դոլար եւ 24 թվականին այն կազմել է արդեն 3 միլիոն 338 հազար դրամ կամ
8500 ԱՄՆ դոլար։ 12-ամսյա գնաճը դեկտեմբերին կազմել է 1.5%, իսկ միջին գնաճը 0.3, համադրելի երկրների համեմատ այն բավականին ցածր է, կարծում է նախարարը։ Գործազրկության մակարդակն ավելացել է 1.5%-ային կետով, կազմելով 13.9%, միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 6.4%-ով, կազմելով 287,000 դրամ։ Տարեսկզբին պլանավորված էր 2 տրիլիոն 723 միլիարդ դրամ եկամուտ, 3 տրիլիոն 206 միլիարդ դրամ ծախս եւ 482 միլիարդ դրամ դեֆիցիտ, որոնք սակայն տարվա ընթացքում վերանայվել են դեպի ներքև։ Գյուղտեխնիկա ձեռք բերելու նոր հնարավորություն, կառավարությունը բարելավել է լիզինգի աջակցության պետական ծրագրի պայմանները, մինչև այս գործող 250 միլիոն դրամի սահմանաչափը կրկնապատկվել է եւ ֆերմերներն արդեն կարող են մինչև կես միլիարդ դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել։ Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է, ինչը վկայում է նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողների քանակի ավելացման մասին։ Առաջին փուլի համար ֆերմերից պահանջվում է վճարել միայն 20% կանխավճար։ Մինչև հիմա ծրագրից օգտվել է 2960 ֆերմեր, որոնց տրամադրվել է 4515 գյուղտեխնիկա, այդ թվում 1581 տրակտոր, 20 կոմբայն, 2914 այլ սարքավորումներ, օրինակ շարքացաններ, գութաններ, խոթընձիչներ, կարտոֆիլատնկիչներ, քանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ եւ այլն։ Մինչև այժմ ֆերմերները ձեռք են բերել 22.9 միլիարդ դրամի գյուղտեխնիկա, որից լիզինգի գումարը կազմել է 19.9 միլիարդ դրամ, սուբսիդավորումը 3.6 միլիարդ դրամ։ Թեև կառավարությունը նպատակ էր դրել հանրապետությունում յուրաքանչյուր տարի պետական օժանդակությամբ թարմացնել 500 միավոր գյուղտեխնիկա, սակայն ծրագրված ցուցանիշն արդեն գերակատարվել է։ Միայն այս տարի 282 ֆերմեր 444 նոր գյուղտեխնիկայով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն է վարում։ Կեռասի, ծիրանի, լոլիկի, վարունգի, ծաղկի եւ այլ ապրանքների արտահանումն արագացնելու նպատակով ՊԵԿ-ը երկուշաբթից ուրբաթ 9-ից 6-ը գրաֆիկին զուգահեռ լրացուցիչ շուրջօրյա աշխատող հատուկ խումբ է ձևավորել։ Մաքսավորների թիմ, որ գիշեր-ցերեկ հետևում ու ընթացք են տալիս եւ բիզնեսից ստացած էլեկտրոնային հայտերին եւ առանձնացված պահեստներից բեռնատարների ճանապարհ ընկնելուն։ Այս հետ երկրի ներսում կատարվող արտահանումները 24/7 ռեժիմով սպասարկվել են թե փաստաթղթային հսկողությունը, թե բեռի զննումն ու բաց թողումը։ Ժամանակավոր պահպանման պահեստներից առանց ժամային սահմանափակումների կիրականացվեն արտահանման ամբողջ գործընթացը։ Էքսպրես ծառայությունը գործարկվել է հունիսի 1-ից, կարող են օգտվել բեռները թե ԵԱՏՄ շուկա, թե երրորդ երկիր ուղարկող բիզնեսները։ Մինչև սա շուրջօրյա արտահանումը ձևակերպելու միայն մեկ տարբերակ կար՝ օգտվել սահմանային անցակետից, ինչի պատճառով էլ Բագրատաշենում հաճախ մեծ հերթեր էին գոյանում։ Այնպես չէ, որ մաքսային բոլոր պահեստներից է թույլատրվել շուրջօրյա արտահանումը։ Հաշվի առնելով փաստը, որ երկրից դուրս տարվող բեռներն առավելապես Հայաստանի հյուսիսային մաքսակետով են հատում սահմանը, ծրագրին կցվել է ապրանքների ժամանակավոր պահպանության առայժմ միայն 4 պահեստ։ Երևանում 2-ն են, մեկը Լոռիում, մյուսը Տավուշում, Բագրատաշենից ոչ հեռու գտնվող Այրուն բնակավայրում։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.57։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.38։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց կազմել $3377։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.5%-ով եւ կազմել մեկ հատի համար $104,930։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունիսի 4-ի տվյալով ամերիկյան դոլարն արժեցել է 383 դրամ 76 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 436 դրամ 91 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 89 լումա։